Ողջույն տեխնոհամայնք, հանրայինի եթերում IT մարդիկ են։ Ես հենց նոր վերջին նշումներս կատարեցի ու ինչպես միշտ այսօր եւս շատ ուշագրավ քարտեզ եմ մշակել ու կետ առ կետ նշել այն բոլոր վայրերը, որտեղ այսօր մենք այցելելու ենք։ Հաստատ չեք ձանձրանա, այնպես որ տակ հագնվեք, դուրս են գալիս։ Լուսանկարների խմբագրման հայկական Pixart ընկերության մասին արդեն լեգենդներ են պատտվում։ Այս հավելվածն ամսական ունենում է միլիոնավոր ներբեռնումներ ու ակտիվ օգտատերեր։ Այն բազմիցս անգամ հայտնվել է համաշխարհային հավելվածների թոփերում ու շարունակում է իր հաղթարշավը։ Այսօր ես գտնվում եմ Pixart-ում ու միասին շարունակելու ենք բացահայտել իր հաջողության պատմությունը։ Ողջույն Հայկոհի։ Ողջույն, ողջույն։ Խնդրեմ ինձ պատմել դու ինչով ես այստեղ զբաղվում։ Ես զբաղվում եմ SEO-ով եւ SEO-ով, որը իրենց ներկայացնում է վեբսայթում եւ սթորերում օպտիմիզացիան, որպեսզի մենք երևանք։ Մեր տեսանելիության վրա ենք աշխատում։ Ինչ պետք է անել, որ դուք երևաք։ Մենք երևանք, մեզ պետք է օպտիմայզ անել։ Ահա, եւ ինչպես եք այն անում։ Աշխատում ենք բարերի հետ, աշխատում ենք թեգերի հետ, հա, թեգերի հետ, keyword-ների հետ, որպեսզի ճիշտ տեղերում դրվեն ու այլ որտեղ եք վերցնում թեգերը, ոնց եք հասկանում, որ ոնք են research ենք անում, ման ենք գալիս, գտնում ենք, այլ competitor-ներին ենք նայում, տեսնում ենք ուրիշները ոնց են անում, մարքեթն ենք ուսումնասիրում, digital market-ը։ Աստորեն, ինձ հետաքրքիր է, օրինակ, այն մարդիկ, ովքեր որ չգիտեն Pixart անվանումը, ընդհանրապես չգիտեն հավելվածի մասին եւ ուզում են զուտ ֆոտո էդիտոր կամ վիդեո էդիտոր գտնել։ Այ որ մտնում են store, կամ գտնում են website, գրում են photo editor ու գտնում են մեզ։ Այ որ գտնում են մեզ, այդտեղ կարող եք շատ հեշտ են գտնում։ Ոնց հասկացա, ձեզ հեշտ են գտնում։ Առաջիններից է բերում։ Այո, այո։ Ահա, եւ ոնց է այդ ամենը ոնց է ստացվել։ Ուզերների քանակով թե աշխատանքով։ Չէ, յուզերների քանակով չի, ուղղակի ինքը իրենց ներկայացնումը ճիշտ ներկայացում, այսինքն դու պետքա ճիշտ ներկայացնես քո product-ը store-ում, որպեսզի տեսնեն, քեզ հավանեն ու այդ experience-ի վրա արդյունք ունենա։ Apple-ը արդյունքում, հա, Apple-ը կամ Google Play-ը մեզ թույլ է տալիս վերևի տեղերում գտնվել։ Որոնք են ամենակարևոր բաները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել այս դեպքում։ Օրինակ, շատ ենք ուշադրություն դարձնում կրեատիվների, դիզայնների վրա, որովհետև մարդիկ առանց գիտակցելու սեղմում են ինչ-որ նկարի վրա, որը իրենց դուր է գալիս ու մենք աշխատում ենք հենց user experience-ի վրա, այսինքն ինչը դուր եկավ, մենք տեստում ենք, ստուգում ենք եւ ամենահաջողված նկարները տեղադրում ենք ինչ-որ համապատասխան տեղերում, store-ում կամ website-ում համապատասխան պոզիցիայի վրա։ Լավ, ոնց եկաք Pixart, ոնց եկաք այս բաժին ու Օ, ես արդեն 5 տարի, այս շուտով կլինի 5 տարի, որ աշխատում եմ այստեղ, ամեն ինչ սկսվեց SEO-ից, սկզբից website-ի վրա ենք աշխատում եւ բնականաբար քանի որ մեր մոտ application-ը ավելի կարեւոր տեղում է գտնվում, որտեղ մենք առաջին հերթին հավելված ենք, ես սկսեցի իմ աշխատանքը շարունակեցի SEO-ում։ Շատ հետաքրքիր է ընդհանրապես, որովհետև ընդհանրապես IT ոլորտը շատ արագ է զարգանում ու շատ հետաքրքիր է զարգացման process-ները, անընդհատ պետք է տեղյակ լինես ինչ է կատարվում աշխարհում եւ ինտեգրել այդ ամեն ինչը աշխատանքի մեջ։ Ինչ նոր հնարավորություններ տվեց քեզ այստեղ աշխատելու ընդհանրապես IT ոլորտը։ Ես ավելի շատ սկսեցի ուսումնասիրել տրենդերը, թե դիզայնի հետ կապված, թե IT-ի հետ կապված եւ ընդհանրապես աշխարհում ինչով է հետաքրքրված համապատասխան թարգետային աուդիտորիան ու ավելի հետաքրքիր նոր բառեր, նոր հետաքրքրությունները բացահայտել։ Ողջույն Արտավազդ, կներկայանաք դուք ինչով եք այստեղ զբաղվում եւ ինչը ձեզ բերեց Pixart։ Ես Pixart-ի գործադիր տնօրենն եմ տեխնոլոգիայի իմաստով։
ինչը բերեց ինձ PicsArt, հետաքրքրությունը ընդհանրապես տարբեր տեսակի տեխնոլոգիաների նկատմամբ եւ երբ որ ես միացա PicsArt-ին, PicsArt-ը հենց այն աճման փուլում էր, 50 ինժեներից ավելի շատ մեծացման փուլում էր ու միանում էին ավելի, այսպես ասած, ոնց որ փորձառու մասնագետները, ու ինձ շատ մեծ հնարավորություն կար ինձ փորձելու այդ ստարտափային միջավայրում, այդ նոր էկոսիստեմում, որի փորձը միջև այդ չէի ունեցել։ Ես գիտեմ, որ PicsArt-ում կա եւ ֆոտոբաժին եւ վիդեոբաժին։ Կպատմում եք իրենք ինչով են տարբերվում ընդհանրապես պրոֆեսիոնալ ծրագրերից, ֆոտոէդիտորներից եւ վիդեո էդիտորներից եւ ընդհանրապես ինչ հնարավորություններ իրենք ունեն։ Նախ առաջին տարբերությունը մեր հավելվածը հեռախոսների վրա է, ինչը իր խնդիրները ունի, իսկ մնացածները ավելի պրոֆեսիոնալ ոնց որ թուլերը իրանք դեսքթոփի, այսինքն համակարգիչների վրա են։ Ֆոտոյի ու վիդեոյի հիմնական տարբերությունը ոնց որ ֆոտոյի հետ աշխատանքը, ֆոտոն ավելի շատ աշխատանքը կատարվում է ֆոտոյի հետ, վիդեոն վիդեոյի բնականաբար։ Տեխնոլոգիաների առումով իրանք իրարից շատ չեն տարբերվում, ոնց որ բայց հիմնականում ոնց որ խնդիրները լուծելու համար մաթեմատիկայի լավ խորը գիտելիքներ են պետք, ամենամեծ ոնց որ խնդիրը դա է։ Այ ինչ հնարավորություններ ընդհանրապես կան վիդեոբաժնում։ Վիդեոբաժնում մենք ունենք վիդեո էֆեկտներ ավելացնելու հնարավորություն, վիդեոները կտրելու, իրար միացնելու, այն մոնտաժի խնդիրները, որոնք կարող են օգտատերի մոտ լինել, այսինքն ավելի առօրյա, այս պահին մենք թուլերը անընդհատ գործիքները շատացնում ենք, մոտակայքում կունենանք համարյա բոլոր գործիքները, ինչ հնարավոր է համակարգչի վրա կիրառել, իսկ ապագայում մենք վիդեո էդիթինգի ամբողջ այդ հնարավորությունները կունենանք նաև մոբայլ տարբերակում։ Okay, շատ լավ։ Իսկ ինչպես եք իմանում, թե ինչ նոր գործիքներ են, ինչ նորություններ են ընդհանրապես անհրաժեշտ PicsArt-ին, որտեղից եք իմանում այդ ամենը։ Մենք տարբեր տարբերակներով ենք իմանում, նախ ամենաառաջին տարբերակը հենց օգտատիրոջ հետ խոսալն է։ Մենք շատ լավ user research-ի հնարավորություններ ունենք PicsArt-ում, process-ներ, որի միջոցով հենց user-ի հետ, օգտատիրոջ հետ խոսալով հասկանում ենք, թե ինչի կարիքներ կան, ինչ առօրյա վիդեո էդիթինգի մեջ ինչի հնարավորություններ են պետք։ Պլյուս դրան կան նաև competitor analysis կոչվածը, այսինքն մրցակիցներին տարբեր տեսակի նայել եւ հասկանալ ինչեր նրանք ունեն, որ մենք չունենք, ինչ պետք է ավելացնել։ Ու մեր առավելությունը նույնիսկ նաև այնա, որ մենք մոբայլում առաջինն ենք, այսինքն մենք շատ բաներ դեսքթոփից, այսինքն համակարգիչներից վերցնում ենք եւ փորձում ենք մոբայլի վրա կիրառել, ինչը մեզ լիքը նորարարության տեղատալի հեռախոսի վրա։ Իսկ ինչպես է կապը բացի ռիվյուներից, ուրիշ ինչ կապի միջոցներ կան հենց յուզերների հետ, ոնց է այդ ամենը ստացվում։ Յուզերների հետ հենց այդ user research-ը մենք մասնագետներ ունենք, որոնք զբաղվում են user research-ով, ինչա դա իրարից ներառում, ոչ միայն ռեվյուներ կարդալ եւ ռեվյուներից հասկանալ, այլ հենց կապ հաստատել հենց յուզերների հետ, այսինքն հավաքել ինչ-որ յուզերների խումբ եւ իրենց հետ զրուցելով, խնդիրները հասկանալով, հասկանալ մեր application-ին ինչա պետք։ Նաեւ ինչ ենք մենք անում, անալիտիկայի միջոցով, այսինքն տվյալների միջոցով, թե մեր օգտատերերը ոնց են օգտվում, ինչերի կարիք ունեն, ինչ խնդիրների առաջ են կանգնում, մենք ըստ դրա հասկանում ենք, թե ինչեր է կարելի ավելացնել, լավացնել, որպեսզի իրենք իրենց գործողությունները ավելի հեշտ կատարեն եւ ավելի արագ իրենց նպատակին հասնեն։ Լավ, իսկ ինչով է տարբերվում PicsArt-ը մնացած բոլոր application-ներից, այսինքն ֆոտո եւ վիդեո էդիտորներից, ինչ հիմնական հավելումներ ունի, այսինքն իր մեջ, որը կարելի է ամենակարևորներից որ կուզենայի նշեի, մենք ի տարբերություն մնացած ֆոտո էդիտորին, մենք նաեւ պլատֆորմ ենք, որը ունի ստիկերների էկոսիստեմ, ստիկեր այդ ինչ է նշանակում, այսինքն մարդիկ կարող են ինչ-որ մի բան ստեղծել եւ այդ ստեղծածը կիսել ուրիշ մարդկանց հետ, ուրիշ մարդիկ կարող են օգտվել այդ ստեղծած, կլինեն դրանք ինչ-որ ստիկերներ, նկարներ, նոր մենք շատ հետաքրքիր բան ունենք, կոչվում է replay, ինչը օրինակ օգտատերը կարող է ինչ-որ գործողություններով նկար սարքել, մեկ այլ օգտատեր կարող է այդ գործողությունների հերթականությունից օգտվել եւ միանգամից իր նկարի վրա ավելացնել։ Այսինքն դա շատ մեծ առավելություն է ու շատ նոր բան է, նորություն է, նորարարություն է, որովհետև օգտատիրոջ համար շատ հեշտ է, եթե նույնիսկ դու գիտելիք չունես էդիթինգի կամ շատ խորը գիտելիք չունես, նայելով այդ replay-ներ կոչվածը, դու կարող ես քո նկարի վրա շատ արագ իրականացնել ավտոմատ ձևով։ Տեխնոլոգիաների մասով մենք շատ ենք օգտագործում machine learning, computer vision, neuronային ցանցեր, այդպես տեխնոլոգիաներ, որոնց միջոցով մեր մոտ սաղ
այդ tool-երի օգտագործումը բավականին ավտոմատացված է։ Լավ, ինչ ես կարծում, որն է PicsArt-ի IC-քարտը, ինչի համար են հիմնականում ընտրում հենց PicsArt-ը։ Մեր մոտ tool-երի հարստությունն է շատ մեծ, ի տարբերություն մնացած ֆոտո էդիտորների, ամեն մեկը ինչ որ փոքրիկ նիշայում ինչ որ մի կտոր է անում, հա, կան շատ ծրագրեր, հավելվածներ, որոնք ունեն էֆեկտներ, որոնք ունեն crop-ի հնարավորություն կամ նկարը մեծացնելու, փոքրացնելու, նկարի վրա ինչ որ բան ավելացնելու, բայց PicsArt-ը ունի համարյա բոլոր անծայրածիր հնարավորությունները ֆոտո էդիթինգի։ Այսինքն հիմնականում մեր յուզերները ընտրում են PicsArt-ը, որովհետև A-կետից մինչև B-կետ հասնել ամբողջ այդ էդիթինգի ֆոտո ճանապարհը կարող են անել մի application-ում։ Այսինքն խնդիր չունեն 10 կամ 15 application-ներ բեռնել։ Մնացած առավելությունները մենք շատ արագ ենք, մեր պլատֆորման շատ կրեատիվ է, հնարավորություն է տալիս այդ community հասկացողության, այսինքն էկոսիստեմա իրենց պլատֆորմա ներկայացնում։ Դու կարող ես ոչ թե մենակ այդ էդիթինգ անել, այլ ինչ որ մարդկանց հետ քո էդիթինգները share անել, ուրիշները քո սարքածը օգտագործեն, դու feedback ստանաս, այսինքն նաև այդ community ուժը, մնացած ֆոտո էդիտորները հիմնականում գործիք են, մենք նաև ունենք community, այսինքն այդ social aspect-ը, որտեղ մարդիկ կարողանում են իրար հետ շփվել, իրար հետ գիտելիք փոխարինել, իրար ցույց տալ ինչպես է կարելի էդիթինգը անել, ֆոտո էդիթինգը։ Ես գիտեմ, որ հիմնական թարգետը դրսի վրա է, իսկ որքանով շատ Հայաստանում յուզերներ կան։ Կան յուզերներ, ովքեր որ Հայաստանից են, ակտիվ օգտվում են։ Շատ յուզերներ կան Հայաստանում ակտիվ օգտվող։ Մասնավորապես երիտասարդության մեջ շատ ենք նկատել օգտագործում Հայաստանից ու նույնիսկ մենք տենց խմբեր ունենք յուզերների, որ խոսում է user research-ից, feedback-ից, որ մեզ ինչ որ տվյալներ են տալի, նույնիսկ մենք Հայաստանում տենց խմբեր ունենք, որոնց հետ խոսում ենք, փորձում ենք հասկանանք ինչ խնդիրներ իրենք ունեն լուծելու, ինչեր են իրենք օգտագործում, ոնց կարող ենք իրենց համար լավացնել։ Ինձ թվում է բոլորին հետաքրքիր կլինի, ինչ գիտելիքներ են անհրաժեշտ, որպեսզի մարդ աշխատի PicsArt-ում։ PicsArt-ում ունենք տարբեր մասնագիտություններ, մեր մոտ ունենք mobile engineering, ունենք backend engineering, ունենք iOS, Android, տարբեր տեսակի, image processing եւ այլն տարբեր արեաներ, որտեղ մեզ մարդիկ են պետք։ Հիմնական գիտելիքները, որ մեզ պետք են, շատ մաթեմատիկայի գիտելիքներն են, որովհետև մեր նկարների հետ աշխատանքները բոլորը վերաբերում մատրիցաների հետ աշխատելու, երկրաչափության եւ այլն, ու նաեւ մեզ շատ կարեւոր է, որ մարդը, որը ընդունում է PicsArt, լինի շատ հետաքրքրասեր, մասնավորապես ինժեներինգի մասում, որովհետև մենք ման ենք գալի ոչ թե ինժեներներ, որոնք խելացի են կոնկրետ ինչ-որ մի լեզվից կամ ինչ-որ մի լեզվի լավ գիտելիք ունեն, այն առհասարակ խորը տենց լավ ինժեներներ են, որոնք կախված չեն լեզվից, կախված չեն ինչ-որ ծրագրավորման կոնկրետ գիտելիքից, այլ բաց են տարբեր բաներ, նոր բաներ սովորելու, սիրում են այդ նորարարական ջիղը ունեն ինչ-որ նոր բաներ անելու։ Ողջույն Վահե։ Ողջույն։ Կպատնես դու ինչով ես զբաղվում։ Ես PicsArt-ի creative թիմից եմ ու մեր թիմի մի մասը զբաղվում է video production-ով, այսինքն բոլոր visual գովազդները, tutorial-ները ամեն ինչ անում է մեր թիմը։ Ահա, սա եւ որ հարթակի համար է հիմնականում։ Մենք հիմնականում աշխատում ենք մարքեթինգի համար, այսինքն մարքեթինգը շատ հաճախ request անում promo վիդեոներ կամ եթե ինչ-որ թույն հավես աստղերի հետ ենք համագործակցում, իրանց համար վիդեոներ ենք սարքում, նաև սարքում ենք այն վիդեոները, որոնցով որ կպցնում ենք այդ աստղերին, այսինքն PicsArt-ի բոլոր վիդեո կոնտենտը մենք ենք ապահովում, նաև շատ վիդեոներ ենք սարքում application-ի մեջ, այս որ ինչ-որ նոր tool ենք ունենում ու մեր product manager-ները ուզում են այդ user-ներին ցույց տան ինչ-որ շատ լավ հավես, cool, մատչելի ձևով, մեզնից շատ հաճախ վիդեոներ են request անում, որ մենք արագ մի հատ այդ կարճ վիդեո սարքենք այդ նոր tool-ի մասին, այսինքն tutorial վիդեոներ, վիդեոներ, app-ի ներսում, նաև tutorial վիդեոներ սարքում ենք app-ից դուրս, այսինքն մեր YouTube-ի channel-ի համար, PicsArt-ի YouTube-ի channel-ի համար, սոցկայքերի ու սոցկայքերի համար, Շատ լավ, իսկ ինչ հիմնական բաներ կան գովազդային, այսպես ասած, հոլովակի մեջ ներառելու համար, որպեսզի այն գրավի նոր ներբեռնումներ ունենա։ Դե քանի որ մեր PicsArt-ի user-ների հիմնական target-ը դեռահասներ են, մենք ամեն ինչ փորձում ենք անենք maximal cool, maximal գունավոր, pop վիճակների մեջ ու իհարկե վիդեո սարքելու մանավանդ երբ որ պետք է audience-ի խնդիր ունենք, այսինքն մարդուն միանգամից գրավենք, քանի որ մեր գործի մեծամասնությունը նաև կազմում է գովազդներ սարքելը, այսինքն երբ որ Instagram-ում story-ներ ես փոխում ու մեկ էլ մեջտեղում տեսնում ես ինչ-որ մի հատ գովազդ, մենք մեր գործը չգիտեմ, եւ 70%-ը նաև կազմում է այդ գովազդները սարքելը, ուտեղ շատ կարեւոր է, որ
սկզբի մասը լինի eye candy sense ասած, այսինքն որ մարդ նայի ոչ թե միանգամից փոխի հաջորդ դեպի իր ընկերոջ story-ն, այլ այս ինչ թույն բան է, մի հատ տեսնեմ հետաքրքրում է թե չէ, եւ լավ targeting-ով եւ լավ վիդեոյով նոր user-ներ կամ retargeting անելը մեր եղած user-ներին։ Ինչ տևողությամբ վիդեոն հիմնականում ավելի շատ առավելություններ տալիս։ Քանի որ հիմա մարդիկ էլ հիմնականում, հա, իհարկե կախված է վիդեո կոնտենտից եւ վիդեո պրոդակտից այն ինչ որ սարքելու ենք, եթե vlog ենք սարքում, բնականաբար ինքը պետք է լինի երկար, բայց ամենապահանջվածը մաքսիմալ կարճ վիդեոներն են, այսինքն մինչեւ մի րոպե, անգամ այն տուտորիալները, որոնք YouTube են գնում, մենք փորձում ենք շատ երկար չանենք, երկու տեսակի ունենք, բայց հիմնականները փորձում ենք շատ երկար չանենք, մինչեւ 1 րոպե, իսկ գովազդները անգամ 10, մաքսիմում 15 վայրկյան ենք անում, որպեսզի միանգամից գրավի դիտողին։ Այդ դու ինչպես հայտնվեցիր այստեղ ու որոշեցիր հենց այս բաժնում աշխատել։ Դու ինքդ IT ոլորտից ես, թե մինչև Pixart-ում աշխատելը ես Թումոյում էի աշխատում, նաև Թումոյում սովորել եմ։ Թումոյում մոտավորապես 2 տարի աշխատելուց հետո միշտ եղել եմ video production-ի մեջ, շատ հետաքրքրել, հետո երբ որ տեսա որ աշխատանքի տեղ կա, դիմեցի ու ընդունվեցի աշխատանքի, որը 2.5 տարի առաջ էր արդեն։ Լավ, իսկ ինչ խորհուրդներ կտաս այն մարդկանց, ովքեր որ ուզում են հետագայում զբաղվել այս ամեն ինչով։ Video production-ով, այսինքն։ Այո, իհարկե, գովազդներ, ընդհանրապես ինչպես առաջ խաղացում ապրել։ Այն մարդկանց համար, ովքեր ուզում են մտնեն IT կամ թեկուզ video production-ով, խորհուրդ կտամ երևի թե այն, ինչ որ արել եմ ինքս ես, չեմ լսել ինչ որ մեկին խորհուրդներին, որ այդ ոլորտով դու փող չես աշխատի, այդ ոլորտով մեջ ապագա չկա եւ այլն, այլ ուղղակի խորհուրդ կտամ անել այն, ինչ որ իրանք ի սրտե ուզում են, որովհետեւ այդ դեպքում ես վստահ եմ, որ գումարն էլ ամեն ինչն էլ կլինի։ Ես այդպես էլ չսովորեցի TikTok անել, բայց ճանաչում եմ բազմաթիվ երիտասարդների, ովքեր իրենց դերասանական տաղանդը լավ էլ զարգացնում են օգտագործելով այս վիդեո հավելվածը։ Իդեպ, TikTok-ը մտադիր է կրթական ծրագիր թողարկել։ Այո, մի զարմացեք։ Առաջարկում եմ ավելի մանրամասն ծանոթանալ այս եւ մյուս ՏՏ նորություններին։ TikTok ընկերությունը մտադիր է Հնդկաստանում կրթական ծրագիր թողարկել ու կարճ վիդեոների միջոցով անցկացնել մի ամբողջ կրթական process։ Այս մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները։ Վերջիններս հենց Հնդկաստանի շուկան են թիրախավորել, որովհետև վերջին շրջանում հավելվածը մեծ մասսայականություն է վայելում։ Նշեմ, որ TikTok-ը առաջին անգամ է կրթական բաղադրիչով ծրագիր թողարկում։ Պարզվում է iOS 13-ում ներդրված սև ռեժիմը, որը հավելվածները սև ֆոնով է ցուցադրում, կարող է նաև զգալի խնայել սմարթֆոնի մարտկոցի լիցքը։ Այս եզրակացությանը եկել փորձագետները, որոնք iPhone 11 Pro Max-ի վրա կատարել են միևնույն գործառույթները, եւ արդյունքում պարզ է դարձել, որ սև ռեժիմով աշխատող սմարթֆոնները դեռ 30% էներգիա են խնայում։ Մինչդեռ սովորական ռեժիմով աշխատող սմարթֆոնն արդեն անջատվում է։ Շարունակելով սև ռեժիմի թեման, Facebook-ը գործարկել է իր նոր dark mode գործիքը։ Վերջին օրերին բազմաթիվ օգտատերեր հայտնել են, որ Facebook-ն իրենց առաջարկել է փորձարկելու նոր սև ռեժիմը։ Եթե դուք նման առաջարկ դեռ չեք ստացել, ապա պետք է մի քիչ էլ սպասել։ Twitter-ը հայտարարել է կեղծ լուրերի դեմ պայքարի մեկնարկի մասին։ Ընկերությունը նշում է, որ որոշակի կանոնակարգ է մշակելու եւ միկրոբլոգում տեղադրվող լրատվականների հղումների բովանդակությունը մանրակրկիտ ուսումնասիրելու է։ Դրանցում արկա սպառնալիքները չեզոքացնելու համար։ Եվ այսպես մենք հիմա կզրուցենք Bridge Web հավելվածի համահիմնադիր Լիաննայի հետ։ Ողջույն Լիաննա։ Ողջույն ձեզ։ Կպատմես ինչով է զբաղվում Bridge Web հավելվածը եւ ինչքան ժամանակ է որ այն գոյություն ունի։ Իհարկե։ Ուրեմն Bridge-ում մենք օգնում ենք կազմակերպություններին ներգրավել իրենց կազմակերպությունների ներս երիտասարդ կադրերին։ Մյուս կողմից օգնում ենք ուսանողներին, որոնք աշխատանքային փորձ ունեն, աշխատանք գտնել առանց աշխատանքային որևէ փորձ ունենալու տարբեր IT կազմակերպություններում հայկական եւ ոչ միայն հայկական։ Այն ինչպես է աշխատում եւ անվճար է թե։ Ուրեմն Bridge-ը կայք է, որտեղ ես որպես ուսանող կարող եմ գրանցվել, ստեղծել իմ պրոֆիլը, մի փոքր ինֆորմացիա իմ մասին, թե ինչով եմ սիրում զբաղվել, հոբիների մասին, մի փոքր իմ փորձի մասին, թե ունեցել եմ volunteering experience կամ internship արել եմ թե չէ։ Դրանից հետո արդեն ինձ հասանելի են բոլոր հաստիքները, որոնք կան կայքում։ Ես կարողանում եմ տեսնել ու ուղղակի apply button-ով դիմեմ որևէ հաստիքի, որին ես ցանկանում եմ։ Այնուհետև կազմակերպությունը տեսնում է իմ պրոֆիլը իր կողմից ու հրավիրում է ինձ հարցազրույցի, եթե ես համապատասխանեմ իր հաստիքին։ Շատ լավ, ինչպես ստացվեց, որ ռեալիզացրեցիք այս պրոյեկտը։
Ուրեմն մասնակցում ենք հիմնականում բոլոր հիմնադիրներով մի միջոցառման, որը կոչվում է Startup Boost Weekend։ Միջոցառման նպատակը ինչն է՝ խրախուսել երիտասարդների գաղափարների զարգացումը։ Այսինքն մենք մասնակցում ենք, ներկայացնում ենք մենք գաղափարը եւ 3 օրվա ընթացքում զարգացնում ենք եւ պրեզենտացիա ենք վերջում անում ժյուրիների շուրջ։ Ժյուրին արդեն վերջում ընտրում էր ով է լավագույնը։ Մենք հաղթեցինք հենց առաջին միջոցառմանը եւ դրանից հետո մի փոքր ֆինանսավորում ստացանք եւ սկսեցինք հաճախել ինկուբացիոն շրջանը ստարտափային, որտեղ արդեն գաղափար է սկսվում, թե ընդհանուր ինչ է ներկայացնում ստարտափը Իրանից, թե ինչով պետք է հետագայում զբաղվես, հիմնականում ոնց ճիշտ պետք է զարգացնել ստարտափը եւ ավելի մանրամասն տեղեկություն ընդհանուր որպես հիմնադիր ինչպես ես դու զբաղվելու ստարտափի միջավայրում եւ ընդհանուր հայկական էկոսիստեմի մասին ստարտափային։ Ճիշտ հասկացա, դուք լինելով ուսանող ստեղծում եք մի հարթակ, որը օգնում է ուսանողներին, այո։ Ինչ բարդությունների հանդիպեցիք, հեշտ էր այն, ովքեր ծրագրավորեցին այս ամեն ինչը։ Շատ լավ։ Ուրեմն կայքը հենց ստեղծել ենք մենք հիմնադիրների միջոցով։ Իհարկե ամեն ինչ դժվար էր, այսինքն հենց սկզբից, թե ոնց պետք է վաճառես քո կազմակերպությունը, թե ոնց պետք է սարքես, ոնց ճիշտ է ընդհանուր ներգրավես շուկայի մեջ, ամեն ինչ սկսած թե ոնց պետք է սարքես քո արտադրանքը, թե ոնց պետք է մատուցես քո հաճախորդին, բոլորը դժվար էր։ Մինչև սովորեցինք որպես ուսանողներ ու սկսեցինք մենք արդեն բոլորը անել։ Հենց առաջին ամսին ունեցանք առաջին հաճախորդը։ Դրա համար դա մեզ ավելի շատ մոտիվացնեց, որ շարունակենք գաղափարի վրա աշխատել եւ հասնել ավելի բարձր լեվելի, որը հենց այս պահին։ Ինչպես գտաք ձեր առաջին օգտատերերին կամ հաճախորդներին, ինչպես դու ես անվանում։ Առաջին օգտատերը Benivo կազմակերպությունն էր, որի հետ կապ հաստատեցինք մեր mentor-ի միջոցով եւ սկսեցինք արդեն համագործակցել կազմակերպության հետ։ Benivo-ն հենց միջազգային կազմակերպություններ ու շատ լավ էր, որ այդ փորձը մենք հասկացանք, թե ինչ տեսակի մարդ պետք է աշխատի, ինչ որ կազմակերպություն է, որը միջազգային լեվելի կազմակերպություն է։ Ինչ խորհուրդ կտաս երիտասարդ ստարտափերներին, ովքեր որ նոր ուզում են ռեալիզացնել իրենց ծրագրերը։ Սկզբի համար երևի հենց գաղափարը հասցնել այն որակի ու այն լեվելի, որ դու քո մտքում պատկերացնում ես, այսինքն հիմնականում այն մարդկանց հետ, որ ես եմ շփում երիտասարդների, սկսում են ունեն բավականին լավ գաղափար, բավականին լավ ամբիցիաներ, բայց մի պահ է գալի, որ արդեն հոգնում են այդ ստարտափի վրա աշխատել։ Իրականում ստարտափ անելը շատ հոգնեցուցիչ է ու դու գիշեր-ցերեկ աշխատում ես իր վրա, պլյուս որ մենք ուսանողներ ենք, կրկնակի ենք աշխատում ստարտափ գաղափարի վրա։ Միակ բանը ինչ կխրախուսեի ուսանողներին նաև, որ իրենք ուղղակի չհանձնվեն ու շարունակեն մինչև վերջ ռեալիզացնել իրենց ստարտափը։ Ձեր հարթակը հիմնականում հայաստանյան շուկայի համար է, թե արտասահմանյան երկրներում եւս գործում է։ Հիմնականում հենց սկզբում օգտվում էին Հայաստանի կազմակերպությունները ու ՏՏ ոլորտի կազմակերպությունները։ Հիմա հասել ենք այն փուլի, որ տարբեր երկրներից, հիմնականում Ռուսաստանից, Ամերիկայից, նաև Եվրոպայի կազմակերպությունները ուզում են համագործակցեն մեզ հետ եւ Հայաստանի ուսանողները ներգրավեն իրենց կազմակերպության մեջ նույնպես, որովհետեւ զգում են, որ այստեղի տալանտը, այսպես ասած, շատ բարձր է եւ ցանկանում են, որ իրենք կիսվեն իրենց կազմակերպությունների հետ թե փորձով, որ ձեռք են բերում Հայաստան։ Ինչպես եք ներգրավում ներկապահին ուսանողներին, իրենց համոզում, որ գիտեք, եկեք գրանցվեք, սա ձեզ հաստատ օգտակար կլինի։ Ոնց եք անում այդ ամեն ինչը։ Մենք հիմնականում օգտագործում ենք տարբեր մարքեթինգային ձևեր, բայց շատ ենք համագործակցում հենց բուն համալսարանների հետ։ Կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ համալսարանների ներսում, գնում ենք պատմում ենք, թե ինչպես ճիշտ պետք է քեզ ցուցադրես տարբեր կազմակերպությունների, թե ինչպես ճիշտ պետք է քո CV-ն կազմես, կամ նաև կազմակերպում ենք շուկա աշխատանքային շուկաներ, տարբեր կազմակերպությունների հետ համագործակցելով։ Արդեն երկու լավ success story ունեցել ենք հենց ամերիկյան համալսարանի հետ եւ Երևանի պետական համալսարանի հետ։ Մոտ 40-ից ավել կազմակերպություններ մասնակցում էին հենց աշխատանքային շուկային ու մոտ երևի 2000 ուսանող եկել էր հենց աշխատանքային շուկային մասնակցելու։ Դրանից հետո 30 ուսանող աշխատանքի անցավ հենց ուղղակի աշխատանքային շուկային մասնակցելով։ Մենք զրուցում ենք Bridge Web հավելվածի համահիմնադիր Լիաննա Հակոբյանի հետ, շնորհակալություն, իսկ մենք անցնենք առաջ։
Ուղղակի հրաշալի է, երբ մարդն ինչպես հարկն է տիրապետում է իր մասնագիտությանը։ Սակայն թվային դարաշրջանում դա բավարար չէ։ Պետք է նաև տիրապետել մեծագրագիտության եւ կիբերանվտանգության կանոններին։ Առանց դրանց համացանցում հայտնվելը մեղմ ասած այդքան էլ անվտանգ չէ։ Ես եկել եմ մասնակցելու Tech Security Techno Event-ին, գիտելիքներս մի քիչ թարմացնելու համար։ Ձեզ էլ խորհուրդ կտամ միանալ ինձ։ Ողջույն Հասմիկ, ինձ կներկայացնեք իվենթի բուն նպատակը, ինչ էր այստեղ կատարվում։ Բարև ձեզ, այսօրվա հանդիպումը, որը հանրային զրույց էր կիբերանվտանգության մասնագիտության մասին, կազմակերպվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար ծրագրի շրջանակում։ Սա հանրային զրույց էր, որտեղ հրավիրել էինք 3 խոսնակներ, մասնագետներ են կիբերանվտանգության ոլորտից, ովքեր ներկայացնում էին ինչ է իրենց ենթադրում այս մասնագիտացումը, ինչ հմտություններ են պետք, ինչ գիտելիքներ են պետք եւ բացել բոլոր ցանկացողների համար։ Այսպիսի հանդիպումներ կազմակերպում ենք ամիսը մեկ մեր ծրագրի շրջանակում եւ անդրադառնում ենք տարբեր մասնագիտություններին, որոնք այդքան շատ լուսաբանված չեն հիմնականում մեդիայում։ Այսինքն բացի կիբերանվտանգության թեմայից նաեւ սրան նախորդել են մոտ 3-4 սենց հանրային զրույցներ, որոնք անդրադարձել են արարողակարգի մասնագիտությանը, մասնագետի մասնագիտությանը, ռիսկերի կառավարմանը եւ ինչպես նաեւ վարքագծային տնտեսագետի մասնագիտացմանը, այսինքն սա այն մասնագիտություններն են եւ մասնագիտացումներն են, որոնք շատ մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում, բայց որոնք այդքան շատ լուսաբանված չեն եւ սա նպատակ ունեն այսպիսի հանդիպումները պարզապես զբաղվածության հնարավորությունների մասին ներկայացնել երիտասարդությանը։ Այստեղից հարց, որքանով է կարևոր նմանատիպ իվենթները ընդհանրապես ու որքանով այն պահանջարկ ունի։ Պահանջարկը դատում ենք իրականում զրույցներին, այս հանդիպումներին մասնակիցների քանակից, ինչպես տեսակ շատ էին հյուրերը եւ ամբողջ նպատակը զբաղվածության այս ընտրությունների մասին տեղեկացնելն է, քանի որ նմանատիպ ֆակուլտետներ չկան, այսինքն չկա կիբերանվտանգության ֆակուլտետ, որ երիտասարդը ընտրություն անի, գնա ավարտի այդ ֆակուլտետը եւ միանգամից մուտք գործի աշխատաշուկա։ Հիմնականում շատ ավանդական ընտրություններ են, տնտեսագիտություն, իրավաբանություն, որոնք էլի պահանջարկ ունեն, բայց հիմա շատ են նաև այնպիսի մասնագիտացումները, որոնք ենթադրում են տարբեր մասնագիտությունների համակցում եւ տարբեր գիտելիքներ ու հմտություններ են պահանջում։ Դուք այդ ամեն ինչը լրացնում եք նման իվենթներով։ Քանի որ ծրագրի նպատակը այտենց ապագայի հմտությունների մոդելավորումն է, որ տեսնենք օրինակ 5-10 տարուց ինչպիսի հմտություններ ու գիտելիքներ են պետք լինելու, արդեն այսօր երիտասարդների հետ խոսանք դրա մասին, այսպիսի զրույցներ են կազմակերպում։ Իսկ ինչպիսի մասնագիտության տեր մասնակիցներ էին այսօր եկել, բոլորը IT ոլորտից էին, թե ուղղակի կային մարդիկ, ովքեր որ առնչվում են IT-ի հետ ու եկել են ուղղակի այդ կանոններին ծանոթանալու։ Շատ տարբեր ոլորտներից էին մասնակիցները, կային երիտասարդներ, ովքեր ունեին հիմնական ծրագրավորման ու տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ բազային գիտելիքներ եւ ուզում էին նեղ մասնագիտացում ընտրեին, այդ առումով օրինակ խոսնակները ուղղորդեցին որտեղից սկսեն, օրինակ ինչ որ on-line կայքեր կան, on-line կուրսեր կան, միգուցե ինչ որ համայնք կա մասնագետների, որին կարող են միանալ ու հարցերը ուղղեն, որ մենթորներ ունենան երիտասարդները, որ կարողանան մուտք գործեն աշխատաշուկա, եւ կային մարդիկ, ովքեր օրինակ պատվիրատուներ, կային ինչ որ խոշոր կազմակերպություններից մարդիկ, ովքեր հետաքրքրված էին կիբերանվտանգության ծառայություններ ստանալու մեջ եւ այդ նպատակով էին եկել ծանոթանալու խոսնակների հետ, որ հասկանան, այսինքն երկու կողմներ, մեկը աշխատաշուկայում պոտենցիալ աշխատողներն էին, որ ուզում էին այս մասնագիտացումը ստանային, մյուս կողմից այն կազմակերպություններն էին, որոնք պոտենցիալ գործատուներն էին այսպիսի կադրերի համար։ Այդ դուք ինչպիսի կանոնների եք հետևում կիբերանվտանգության վերաբերյալ։ Կա ինչ որ կանոններ, որ դուք սովորական առօրյայում թեկուզ հետևում եք դրանց։ Ամենաբազային կանոնները այդ անձնական տվյալների գաղտնիության պահումն է, որը ենթադրում են, որ պետք է ինչ որ շատ բազային, ասենք մեդիագրագիտության նման, ասենք կիբերանվտանգության գրագիտության նման գիտելիքներ լինի, թեկուզ դպրոցում ենթադրում եմ։ Դուք ինչպես հասկացա նման իվենտներով նաև գիտելիքներ եք ստանում եւ Մենք նմանատիպ իրական հանդիպումների միջոցով իրազեկվածություն ենք բարձրացնում, ինչքան շատ հնարավորություններ կան օրինակ աշխատաշուկայում։ Բայց բացի դրանից նաև քանի որ հանրային զրույցներ են ու այսպիսի խոսնակների օրինակ աշխատաժամերը շատ թանկ են, այսինքն իրան շատ դժվար է բռնացնել։ Ու այսպիսի զրույցների օրինակ ձևաչափը թույլ է տալիս ոչ ֆորմալ շփումը իրանց հետ։ Եթե ինչ-որ հարցեր կան, տեսակ հանդիպումից հետո մոտեցան, տենց ընդհանուր լսարանում հարցեր չէին տալիս, մոտենում էին խոսնակների հետ էին խոսում։ Շատ լավ, հուսով եմ
առջևում եւս կտեսնենք ՏՏ իվենթներ եւ անպայման կմասնակցենք նրանց։ Շնորհակալություն։ IT մարդիկ, ժամանակն է միմյանց հրաժեշտ տալու, բայց միայն մեկ շաբաթով։ Այդ ընթացքում կարող ենք հանդիպել սոցցանցերում, չէ՞ որ ինչպես կասեր Մարկ Ցուկերբերգը, սոցցանցերը ընկերության այլընտրանքը չեն, դրանք ընկերության շարունակությունն են։ Կհանդիպենք։